Գայցել Հովանեսյանը ռազում եկել ենք այդպես ամբողջ ընտանիքով ծաղիկներ ենք բերել, որ կարծանանք վերև հիշենք։ Հիշում եք նման դեպք, որ փակ լինի ճանապարհը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Դե ես անտանուր ես 40 տարվա մեջ միշտ հիշում եմ, որ ժամը առավոտյան ժամը 10-ի կողմ կառավարության ներկայացուցիչներն են առաջինը մասնակցում, հետո նոր բացվում է ճանապարհը։ Բայց չեմ հիշում, որ բարեկները ոստիկանության աշխատողները մեզանից շատ լինեն այստեղ։ Ասենք, չգիտեմ, մենք ներկայացրեցինք է, որ այսօր օրվա երկրորդ կեսին արդեն մենք տոմս ունենք, թռնելու ենք Բելգիա։ Թույլ տվեք անցնենք, բայց չկա։ Սպասում եք, որ մտնեք 10:30-ից հետո։ Սպասում ենք ընտանիքով մտնենք։ Վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանությունը, նա նաև հայտարարեց, որ պարզապես խաղաղ գաղթ է տեղի ունեցել Արևմտյան Հայաստանի, ոչ թե Արևմտյան Հայաստանից, ես եմ ասում Արևմտյան, հայտարարեց ազգային ժողովի մեծ ամբիոնից, որ հայերը պարզապես խաղաղ գաղթ են կազմակերպել եւ դուրս են եկել օտարի հողերից։ Չգիտեմ, Փաշինյանը, պարոն Փաշինյանը, եթե կարելի է վարչապետին այդպես դիմել, ինքը ինչ նկատառումներից է դուրս գալիս, կամ ինչից ով է իրեն դրտել, հերվից կամ ավելի, ում ցանկություն է կատարում հայտարարելով այդպիսի հայտարարություն, որ չգիտեմ, իմ մեծ տատը ունեցել է 7 եղբայր, 7-ն էլ չեն հասել Լենինագրադը, մենակ տատս է հասել։ Որտեղից է։ Մուշ քաղաքից, Առաքելոց եկեղեցուց 4 տուն ենկոմ են ապրել, լավ էլ ունևոր են եղել։ ՔՓԱ-կան մյուս պատգամավորը հայտարարեց, որ պետք է նաև զոհերի թիվը ճշտել 1.5 միլիոն է, թե ավելի քիչ։ Այսինքն իշխանություններն ամեն կերպ կասկածի տակ են դնում իրականացվել է ցեղասպանություն, թե ոչ։ Ցավոք սրտի ցեղասպանության զոհերի թիվը ոչ մեկը չի կարող ճշտել։ Եթե կարող են թող այսօր ճշտեն Ղարաբաղում, Արցախում զոհված եւ զինվորների, եւ պատահականության զոհ, եւ բոլոր զոհերի թիվը ավելի լավ է ճշտել։ Իսկ ցեղասպանության 1895 թվից մինչև 18-19 թիվը զոհված հայերի, զոհված, որոնց չեն զոհվել, պրոստը սպանել են, վեճ չէ, տարբեր ձևերով, նորմալ է, թուրքերի կողմից, իրանք կյանքում չեն փոխվի։ Եկել եք Հայաստան այսօրվա համար մասնակցելու։ Մենք եկել ենք այսօրվա համար, եկել ենք 2-3 օր առաջ, դաժե մի երևույթ էլ կա, այսպես մի բան։ Թուրքիայի թուրքը իր բնավորությամբ ունի իրեն հակիրճ իր լավ կողմերը իր ազգի համար։ Իմ մոտ 3 հատ թուրք է աշխատում։ Բելգիայում։ Այսօր ես կմտնեմ, իրանք ոտքի կկանգնեն։ Իրանք ամեն ինչին համաձայն են իմ ասած։ Կատարում են 100%, առանց որևէ թերության։ Բայց որովհետև ես միշտ համաձայն եմ իրենց աշխատանքի բերումով իրենց համար, եթե մի բան պետք է, ես պատրաստ եմ անելու իմ բարությունը հայկական եւ մեկ է ցույց տալու, որ մենք հայ ենք։ Բայց եթե ես մի անգամ փորձել եմ անցած տարի իր ցանկությունը մերժել եմ։ 3 ամիս հետո ինքը իմ մերժած ցանկությունը հետ բերեց, վերադարձրեց ինձ։ Դրական ձևով։ Ոչ, բացասական ձևով։ Կոլիները սաղ թողեց, բանալին վերցեց ավտոյի ու գնաց։ Այսինքն թուրքը մնում է թուրք։ Իհարկե։
Խելացի մարդ է պետք, որովհետեւ կարողանա Թուրքին հաղթել։ Փաշինյանի Չես կարող։ Փաշինյանի վարած քաղաքականությունը ինչպես է գնահատում, Շատ որպես Բելգիայում ապրող Բելգիա չեմ ես, Ֆրանսիայում։ Ֆրանսիայի Անորամար եկած եմ։ Це ասկալտան դալեկից համար։ Շատ սխալ քաղաքականություն։ Շատ սխալ։ նման դեպք հիշում եք։ Իսկել ինչու բիլեսեմ։ Երբ որ գնաց Արդասանից Դանիել Վարուժանի անտաստանները անդեղ հայտներավ իր քաղաքականության սկիզբը։ Այնտեղ Լոս Անջելեսում Արաբելյան ոտնաշխարհի խաղաղություն տողալայել։ Վերջի օրգանտոյգոսին արձակեցան Կարեկի ներացի սատենիգին միացիր այդպես կաթողիկոսին բաներ արհարմարեցին, այնտեղ հայտնի եղավ, որ աղանդավորական շարժումն ալ, որով հայոց եկեղեցին ալուծեցին։ Ես կաթողիկ եմ լալու, թեմ էի։ Բայց հայտնի եղավ իրեն քաղաքականության սկիզբը այդ ադին է խաղացել։ Վերջը հարապարի հարցը։ Ես ամեն օր գնամ ասել 3-4 ժամ վերևում հայկական մյուսերը ցեզիսին իրականությունը ոմեգը չի պատմեր Ղարաբաղյան բանն է հերոստանգենությունն է բայց պետք է լավ թիմել լավ ասկալ ես ուսուցիչ մեր ուսուցիչներն ու մեղկանան որ մեզի սորվեցուցած են բայո պատմությունը եւ այլն ապա մենը մորացության պիտի գա Անգարելի է, ես մուսալերցի եմ։ Ձեր պապերը գաղթել են Մուսալերից։ Այո։ Խոսանազատ եմ։ Ինչպես եմ, ես Թուրքիի հետ խոսած եմ, դուք ալ մեզի չարթեցիք, ասա ճիշտ իրեն քաղաքարն է, Փաշինյանի քաղաքարն է ասի։ Դուք ալ մեզի չարթեցիք։ Ես ալ ասած եմ, եթե մենք ցեզի չարթեցինք, մեկ հատ հայ չի գա Արևմտյան Հայաստան։ Ուր ենք, մենք դուք ո՞մ մնացիք, մենք խոսենք։ Դուրսն է, ով իջացեց, ով որ իջացեց։ Ձևաստանությունը իրեն գրած է, ասի, անսագարգելի իրականությունը, փաստ է։ Սփյուռքը արդյոք նեղացած է Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացուց։ 3 ջաշարան մնեինք, ուսանող մներ, որ սպասարկել, լավ հարց է։ Սպասարկել, խաղաղություն թողնա։ Ես ալսի ասանք խաղաղություն թողել լավից։ Բարդացված խաղաղություն, դուրսեն եկած խաղաղություն չեմ գտնում։ Մեր ժողովրդին անգարելի բան է ասել։ Իրավիճակից դուրս գալու ինչ ելք եք գտնում։ Փոխություն։ Ժողովրդին ավելի ոստիկանություն կա։ Ժողովրդին ավելի ոստիկանություն կա։ Ես ասեմ բան չեմ լսած։ Թրամփը ասկան ոստիկանով չի բդդիր Վաշինգտոնի մեջ։ Կամ Մակրոնը Բելգիկայի նախագահը մինագը քալեջապան թակավորս ասելու գերբը ոս դարձ ապստամբություն մի լավ կան ոստիկանություն դրած է ժողովրդին ավելի ոստիկանություն դրա Արդյոք Սփյուռքը կկանգնի համաժողովրդական ընդվզման ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին Սփյուռքը հուսալության բادرաս խնդիրներով դարձ հիմա իդ սկսած է չեմ գիտեր Կախտոջախներում մեջ ինչպես բիլանցին ադի չեմ գիտեմ։ Ինչով է պայմանավորված, որ այսօր ավելի ակտիվացել Սփյուռքը։ Չեմ գիտեմ։ Փաշինյանի միգուցե Փաշինյանի վերջին հայտարարությունները սկսել են ազդել Սփյուռքի վրա, որ քաղաքացուն Հայաստանի Հանրապետության մենակ չթողնեն։ Եվ դա եւ ընդհանուր առմամբ ոչ թե ակտիվացել, այլ 2000 թվականից հետո գնացավ հայերը, ովքեր այս վերջին մեր Հայաստանի անկախ Հայաստանի սերունդներն են ընդեղ արդեն տեղավորվել են։ Մենք լավ գիտենք Հայաստանը։ Մենք հայ ենք։ Հայրենիքը փրկելու համար այնուամենայնիվ Սփյուռքի աջակցությունը իրոք պետք է։ Մեծ նշանակություն ունի, բայց նախ եւ առաջ տեղի բնակչությունն է հայ ազգի այն տեղի, որը ընդրության իրավունք ունի։